զավեշտալի է, որ դրսից մեզ օգնություն են տալիս, Հայաստանի իշխանություններին օգնություն են տալիս, որպեսզի Հայաստանի իշխանությունները պաշտպանվեն դրսի ազդեցությունների դիմաց։ Եվրամիությունը Հայաստանի իշխանություններից ակնկալում է ինչ-որ ծառայություններ եւ բնականաբար վճարում է այդ ծառայությունների դիմաց։ Եվրամիության տեսանկյունից, այո, Հայաստանը ճիշտ նույնպիսի ռուսական ակտիվ է։ Ինչու է ռուսական ակտիվ, որովհետեւ Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այսինքն արևմուտքի տեսանկյունից սա ռուսական ակտիվ է։ Ինչ են շարունակում պատռել Նիկոլ Փաշինյանի իշխանության դիմակը, ինչ դիմակ, Եվրամիություն չգիտեն, թե ինչ կա այդ դիմակի հետևում։ Հավատացնում եմ, շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, բայց նրանց դա չի հետաքրքրում։ Այս հաշվով Հայաստանը ունի մի գլոբալ պրոբլեմ, եթե փորձենք մի նախադասությամբ ասել այդ պրոբլեմը, դա այն է, որ իշխանությունները Նիկոլ Փաշինյանից սկսած մինչև ամենավերջին չինովնիկը իրենք պետական շահերը ստորադասում են իրենց անձնական եւ քաղաքական շահերին։ Եվ պրոբլեմն այն է, որ արտաքին ուժերը դա օգտագործում են, օրինակ նույն Ադրբեջանը։ Ասենք հիմնական դիմադրողը մնացել է եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, ինչու հիմնական դիմադրողը, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին ինքը բավականին կուր, շատ ամուր բուրիկ է, կառույց է։ Եվ իշխանությունները բնականաբար փորձում են դա քանդել այդ կառույցը։ Նիկոլ Փաշինյանը ինքն է չէ ասել, այ ես կարող եմ այսպես անել, հաց կարգել, բայց ինձ դավաճան կասեի։ Այսինքն մարդը գիտեր, որ պիտի այդ հարցը կարգավորել պետական շահերի տեսանկյունից ճիշտ է սա է, բայց ասում եմ, եթե այսպես վարվեի, ինձ կասեին դավաճան։ Իսկ եթե իրեն դավաճան ասեին, ինքը իշխանությունը կորցներ, գերադասել է իշխանություն չկորցնել, որ հանկարծ իրեն դավաճան չասեն եւ սխալ որոշում է կայացել, երկիրը տարել է սխալության։ Եվ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նրանք էլ գիտեին, որ այո, Ղարաբաղի հարցը պիտի կարգավորել օր առաջ, որովհետեւ ուժերի հարաբերակցությունը փոխվում։ Իրենց անձնական քաղաքական շահերը վեր են դասել պետական շահերից։ Այս առումով ոչ մի տարբերություն չկա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան նույն բանն են արել, համատեղ ջանքերով իրար պարզ տալով, այսպես ասած, բերել հասցրել այդ այսօրվան։ Եթե ամենայն հայոց կաթողիկոսը այդպիսի կոչ անի կամ եկեղեցին այդպիսի կոչ անի, ես վստահ եմ, որ տասնյակ հազարավոր, 100,000-ավոր մարդիկ դուրս կգան փողոց։ Այդ դեպքում ՀՀԿ-ի կամ որևէ այլ քաղաքական ուժի այդ մի քանի հազար այսպես կողմնակիցների ներկայությունը դեռ հարց է, կօգնի մարդկանց, թե կօգնի այդ շարժմանը, թե ավելի շատ կվնասի։ Մեկ 991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Եվ այսպես Հայաստանի իշխանությունները ընտրություններից առաջ դրսից օգնություն են խնդրել Եվրամիությունից, որպեսզի կարողանան հակադարձել մեր դեմ իրականացվող, ինչպես իրենք են ասում, հիբրիդային պատերազմին, Եվրամիությունն էլ հաճույքով տրամադրել է 15 միլիոն եվրո։ Իհարկե զավեշտալի է, որ դրսից մեզ օգնություն են տալիս, Հայաստանի իշխանություններին օգնություն են տալիս, որպեսզի Հայաստանի իշխանությունները պաշտպանվեն դրսի ազդեցությունների դիմաց, եւ այդ փաստը բնականաբար վրդովեցրել է ոչ միայն քաղաքական դաշտին, այլև հասարակությանը, բայց կարծում եմ այստեղ իհարկե պես շատ դժգոհել, բարկանալ պետք չի։ Ի վերջո ինչ է տեղի ունեցել, Եվրամիությունը Հայաստանի իշխանություններից ակնկալում է ինչ-որ ծառայություններ եւ բնականաբար վճարում է այդ ծառայությունների դիմաց։ Այստեղ որևէ տարօրինակ բան չկա, պետք չի զարմանալ։ Ի վերջո Եվրամիությունը այս դեպքում վարվում է ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի դեմ պատերազմում, Ուկրաինայի պատերազմում, ի վերջո որն է այս օրերին Եվրամիության հիմնական թեման այնտեղ քննարկվող, թե ինչպես ուրեմն ռուսական այդ սառեցված ակտիվները մոտ 210 միլիարդ դոլարի, ինչպես դա օգտագործել Ռուսաստանի դեմ պատերազմում, բնականաբար Ուկրաինայի միջոցով։ Սա են քննարկում եւ նույն տրամաբանությունն է գործում նաեւ Հայաստանի դեպքում, որովհետեւ Եվրամիության տեսանկյունից, այո, Հայաստանը ճիշտ նույնպիսի ռուսական ակտիվ է։ Ինչու է ռուսական ակտիվ, որովհետեւ Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այսինքն արևմուտքի տեսանկյունից սա ռուսական ակտիվ է Հայաստանում։
Եվ ճիշտ նույն տրամաբանությամբ առաջին փուլում այդ ակտիվը սառեցրել են, փաստացի Հայաստանը սառեցրել է իր գործունեությունը հապկում, երկրորդ փուլում պիտի այդ ակտիվը օգտագործեն Ռուսաստանի դեմ, դրանով էլ հիմա զբաղված են եւ դրա համար վճարում են ճիշտ է շատ քիչ այդ մեծ նպատակի համեմատ, բայց իշխանություններին երևի դա էլ է հերիք, դա էլ է գոհացնում, թեև երևի կցանկանայի, որ ավելի շատ լիներ, ինչևէ, իսկ Հայաստանի ընդդիմադիր դաշտը հիմա աղմուկ է բարձրացրել, այսպես վրդովվել է, ասում են պետք է անընդհատ փաստերով հեղեղել Եվրամիության հարթակները, պատռել Նիկոլ Փաշինյանի իշխանության դիմակը, ցույց տալ, թե ինչ ավտորիտարն է, ինչպես է ոտնահարում ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, ինչպես են բանտերը լի քաղբանտարկյալներով եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչ են շարունակում պատռել Նիկոլ Փաշինյանի իշխանության դիմակը, ինչ դիմակը, Եվրամիություն չգիտեն, թե ինչ կա այդ դիմակի հետևում։ Հավատացնում եմ շատ լավ գիտեն։ Շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, բայց նրանց դա չի հետաքրքրում։ Երջո, եթե ինչ-որ մեկը ասենք պիցցա է պատվիրել, վճարում է պիցցան, բերում է նրա համար ինչ տարբերություն, թե պիցցայի առաքիչի բարոյական նկարագիրը ինչպիսին է։ Կուբանը տվեց ծառայությունը ստացավ, նույնն էլ Հայաստանի իշխանությունների դեպքում է։ Վրաստանի դեպքում փորձեցին օգտագործել, Վրաստանը դիմադրեց, Հայաստանը ավելի խոցելի վիճակում է, Հայաստանին ավելի հեշտ է այդպիսի ծառայություններ պարտադրելը մանավանդ չնչին գումարով, որտեղ 15 միլիոն իսկապես չնչին թիվ է, եւ նրանք դայլանում են։ Պետք չի ակնկալել, որ Եվրամիությունը կամ հավաքական արևմուտքը գալու է պաշտպանելու է մեզ այս ավտորիտար ռեժիմից, ավտորիտար իշխանությունից, նրանց դա չի հետաքրքրում։ Հայաստանում այո կան բազմաթիվ խնդիրներ եւ դրանք մեր խնդիրներ են, մեր հասարակության խնդիրն են։ Մենք պիտի կարողանանք փորձել լուծել ինքներս լուծել այդ հարցը։ Որոնք են այդ խնդիրները, կարծում եմ եւս մի անգամ թվարկելու կարիք երևի չկա, բայց ամեն դեպքում տեսեք Հայաստանը պարտված, նվաստացած է, սողացող կապիտուլյացիայի ընթացքը շարունակվում է, ունենք օկուպացված տարածքներ, Բաքվում ունենք ռազմագերիներ, պատանդներ, Հայաստանի բանտերը լի են քաղբանտարկյալներով, ավտորիտար ռեժիմ է հաստատվում, հարձակում եկեղեցու դեմ, հասարակության պառակտում եւ այլն եւ այլն եւ այլն, այսպեսի բազմաթիվ, նորից չթվարկեմ։ Մեծ հաշվով Հայաստանը ունի մի գլոբալ պրոբլեմ, եթե փորձենք մի նախադասության ասել այդ պրոբլեմը։ Դա այն է, որ իշխանությունները Նիկոլ Փաշինյանից սկսած մինչև ամենավերջին չինովնիկը իրենք պետական շահերը ստորադասում են իրենց անձնական եւ քաղաքական շահերին։ Այսինքն իրենց համար ամենակարևորը իրենց իշխանությունը պահպանելն է։ Եվ հանուն այդ իշխանությունը պահպանելու նրանք պատրաստ են ոտնատակ տալ եւ պետական շահերը եւ հանրային շահերը, էլ չեմ ասում մյուս բաների մասին, օրինակ ժողովրդավարություն, չգիտեմ քաղաքական ազատություններ, մարդու իրավունքներ, չգիտեմ ինչ-որ բարոյական արժեքներ, եկեղեցի, հոգևոր, այդ ամեն ինչ հասկանալի է, նրանք պատրաստ են դա ոտնատակ տալ հանուն իրենց իշխանությունը պահելու։ Եվ պրոբլեմն այն է, որ արտաքին ուժերը դա օգտագործում են, օրինակ նույն Ադրբեջանը։ Այնտեղից մեզ Հայաստանի իշխանություններին ավելի ճիշտ համարյա բաց տեքստով ասում են Նիկոլ Փաշինյանին, ասում են, եթե ուզում ես պահպանել քո իշխանությունը, մենք գիտենք, որ դա քեզ համար ամենակարևորն է։ Ուրեմն բարի եղիր կատարել մեր բոլոր պահանջները գլուխդ կախ եւ կուլ տալ մեր բոլոր նվաստացումները։ Թե չէ, ոչ թե կհարձակվենք Հայաստանի կեսը գրավենք, չէ, դրա կարիքը չկա։ Պարզապես ընտրություններից չգիտեմ, մի շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ սահմանի տարբեր հատվածներում մի քանի անգամ կկրակենք եւ վերջ։ Քո խաղաղության իբր կայացած խաղաղության փուչիկը կպայթի եւ քո վարկանիշից ոչինչ չի մնա, այսինքն դու չես կարող վերարտադրվել։ Իշխանությունները Նիկոլ Փաշինյանը, քանի որ իր համար ամենակարևորը իր վերարտադրությունը, իշխանությունը պահպանելն է, գնում է այդ բոլոր հնարավոր եւ անհնար զիջումներին եւ ստացվում է այնպես, որ Հայաստանի պետական շահերը դրանից տուժում են։ Սա է պրոբլեմը եւ տեսեք հիմա մեծ հաշվով ով է դիմադրում դրան Հայաստանը։ Քաղաքական դաշտը կարծես թե չէ, դա քաղաքական դաշտի մասին դեռ խոսենք, հիմնական դիմադրողը մնացել է
եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, ինչու հիմնական դիմադրողը, որովհետև հայ առաքելական եկեղեցին ինքը բավականին կուր, շատ ամուր բուրիկ է, կառույց է, իր իշխանական ուղղաձիգով, իր հստակ հիերարխիայով, կարելի ասել պետությունը պետության մեջ, որը ունի եւ սեփական ժողովուրդը, հավատացյալ հոտի մասին, ակտիվ հավատացյալների մասին է, եւ անգամ սեփական անկախ ֆինանսական համակարգը, որտեղ ինքը ֆինանսավորվում է ոչ պետությունից, ոչ բյուջեից, այսինքն այդ առումով էլ է անկախ, եւ շատ լայն կառույցներ ունի, ոչ միայն Հայաստան, ամբողջ աշխարհում, Սփյուռքում, այսինքն դա ամուր կուռ կառույց է եւ իշխանությունները բնականաբար փորձում են դա քանդել այդ կառույցը, առայժմ ինչ որ հաջողություններ հասել են ներսից քանդելով, ես չգիտեմ, երևի ովքեր Թմկաբերդի առումով պոեմը կարդացել են, գիտեն այդ պատմությունը, չէ՞ որ չեն կարողանում ճշտամին չի կարողանում ամրոցը գրավել, դրսից հետո ներսում դավաճան է գտնում նրա միջոցով, հա, այդ Բերդի բանալիները հանձնում են, գալիս գրավում մի խոսքով։ Երևի այդ 10 բարձրաստիճան հոգևորականները այդ պոեմի վերջը լավ չեն կարդացել, հա։ Ինչև է։ Իսկ ինչ են անում քաղաքական ուժերը։ Տեսեք, եթե ասում ենք, որ պրոբլեմը Հայաստանի այն է, որ իշխանությունները իրենց իշխանություն պահպանել վեր են դասում ամեն ինչից, իսկ դա ակնհայտ է, դա իրենք էլ չեն դարձնում։ Նիկոլ Փաշինյանը ինքն է չէ ասել, այ ես կարող է այսպես անել հաց կարգավորել, բայց ինձ դավաճան կասեին։ Իսկ մարդը գիտեր, որ պիտի այդ հարցը կարգավորել պետական շահերի տեսանկյունից ճիշտ է, սա է, բայց ասում է, եթե այսպես վարվեի, ինձ կասեին դավաճան։ Իսկ եթե իրեն դավաճան ասեին, ինքը իշխանությունը կորցներ, գերադասել է իշխանություն չկորցնել, ու հանկարծ իրեն դավաճան չասեն, եւ սխալ որոշում է կասել, երկիրը տարել է սխալ ուղղությամբ։ Բայց չէ՞ որ երկրորդ եւ երրորդ նախագահները այսօրվա դիմադիր դաշտի հիմնական խաղացողներն են նույնը արել։ Եվ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նրանք էլ գիտեին, որ այո, Ղարաբաղի հարցը պիտի կարգավորել օր առաջ, որովհետեւ ուժերի հարաբերակցությունը փոխվում է։ Բայց մտածել են, դե ինչի անշարժ գլուխներս դնենք շարի տակ, բա որ մեզ ասեն դավաճան, ավելի լավ է հանգիստ, դեռևս ժամանակ ունենք, այսպես կշարունակենք, կոմֆորտում ամեն ինչ, այսինքն իրենք էլ իրենց անձնական քաղաքական շահերը վեր են դասել պետական շահերից։ Այս առումով ոչ մի տարբերություն չկա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, նույն բանն են արել, համատեղ ջանքերով իրար պաս տալով, այսպես ասած, վերել հասցրել են այսօրվան։ Եվ հիմա տեսեք, եկեղեցին, երբ որ ասում ենք դիմադրում է, ամենայն հայոց կաթողիկոսը դիմադրում է, ամենայն դեպս չի հանձնվում։ Եվ հասկանալի է, չէ՞ որ այդ կառույցը դեռևս բավականին լուրջ ռեսուրսներ ունի չհանձնվելու, այսինքն դիմադրելու։ Օրինակ Բագրատ Սրբազանը ոչ արեց, ինչ որ շարժում սկսեց, 50,000 հոգի իր ետևից եկան։ Հասկանալի է, չէ՞ որ եթե ամենայն հայոց կաթողիկոսը այդպիսի կոչ անի ինքն էլ դուրս գա հրապարակ, 50,000-ից շատ ավելի շատ մարդիկ դուրս կգան պաշտպանելու եւ եկեղեցին եւ պաշտպանելու մեծ հաշվով այն ինչ իրենք համարում են Հայաստանի Հանրապետության պետական շահ կամ հայ ժողովրդի շահ, ըստ ձևակերպումների։ Բայց տեսեք ինչ են ասում քաղաքական ուժերը, օրինակ նույն Սերժ Սարգսյանը ասում է մենք ինքնագլուխ քայլ չենք անի, այ հենց որ եկեղեցի այնպեսի կոչ անի, մենք կգնանք նրանց կողքին կանենք մեր բոլոր ռեսուրսներով։ Էլ լավ, եթե ամենայն հայոց կաթողիկոսը այդպեսի կոչ անի կամ եկեղեցին այդպեսի կոչ անի, ես վստահ եմ, որ տասնյակ հազարավոր, 100,000-ավոր մարդիկ դուրս կգան փողոց։ Այդ դեպքում ՀՀԿ-ի կամ որևէ այլ քաղաքական ուժի այդ մի քանի հազար այսպես կողմնակիցների ներկայությունը դեռ հարց է, կօգնի մարդկանց, թե կօգնի այդ շարժմանը, թե ավելի շատ կվնասի։ Որտեղ տասնյակ հազարավոր հավատացյալներ, պատկերացրեք, ակտիվ հավատացյալներ դուրս են գալիս պաշտպանելու իրենց եկեղեցին, անկարծ այնտեղ հրապարակում տեսնում են լիդերներին, որոնց գործունեությունը 20 տարի շարունակ տեսել են։ Հիմա այդ մարդկանց ինչի համար եք դուրս գալիս, մի կողմ քաշվեք, տեսնենք թե ինչ է տեղի ունենում։ Եվ ընդհանրապես դուք նկատել եք թե ինչպես են քաղաքական
ուժերը Հայաստանում աշխատում ընդհանրապես ինչպես են ձևավորվում։ Լավ, ստեղծում են ինչ-որ կա կուսակցություն կամ նոր են ստեղծել, հա, բացում են ինչ-որ օֆիս, գրասենյակ, շատ ճոխ կահավորմամբ, տարողական ավտոմեքենա, կուսակցության անվանում, քարտուղարուհի, անպայման լրատվամիջոց, որով իրենք պիտի իրենց իմաստուն մտքերը հայտնեն, որով պիտի օրու մեջ այսպես խնամված դուրս գան եւ հայտարարեն, թե ինչպես են իրենք Արցախը վերադարձնելու եւ այլ, այսպես կոմֆորտ իրավիճակում, շատ հանդարտ, շատ հանգիստ, առանց որևէ դրական էֆեկտի։ Այդ լրատվամիջոցները գիտեք ինչ են բացում։ Ոչ միայն նրա համար, որ իրենք այսպես խոսեն, իրենք իրենց կարևոր զգան, հետնորդներն ծափահարեն եւ այլ, ոչ, պարզապես նաեւ նրա համար, որ իշխանությունները այդքան էլ հեշտությամբ իրենց նկատմամբ ինչ-որ ոտնձգություններ չանեն։ Չէ, կոմֆորտ չլինի, որ եթե ասենք, հա, լրատվամիջոց ունեն, մենք ինչ-որ բաներ անենք, նրանք աղմուկ կբարձրացնեն։ Կան չէ բնության մեջ այդպիսի կենդանիները, որոնք վտանգի դեպքում, չգիտեմ, ինչ-որ տհաճ հոտեր են արձակում, որպեսզի իրենց թշնամին հետ քաշվի, լրատվամիջոցները այդ տհաճ հոտեր արձակել ինչ-որ գործառույթ են իրականացնում, ընդ որում ծառայելով էլի միայն իրենց շահերին են, այդ քաղաքական ուժերը։ Դրանից որևէ բան հասարակությունը, դրանից պետությունը առանձնապես որևէ բան չի շահում։ Պարզապես ունենում այն, որ այդ քաղաքական գործիչները, փրկիչները, ազգիրը իրենց գործունեությունը ծավալում են շատ կոմֆորտ հարմար իրավիճակներում։ Եվ չգիտեմ, մեկը հիշում եք, մեկն էլ ավտոբուս էր քշում, հիմա չգիտեմ, մեկը տաքսի է քշում ժողովրդին դուր գալու համար, հա, եղբայր այդ ռեսուրսը, ժողովրդին դուր գալու ռեսուրսը Նիկոլ Փաշինյանը արդեն սպառել է։ Ժողովուրդը այլևս չի գնում նրանց հետևից, ովքեր իրեն դուր են գալիս։ Ժողովուրդը գնում է նրա հետևից, ով ճանապարհը գիտի, որովհետև ժողովուրդը տեսել է, թե ինչ է ստացվում, երբ ինքը գնում է նրա հետևից, ով իրեն դուր է գալիս։ Որ Նիկոլ Փաշինյանը այդ ռեսուրսը, այդ ժողովրդին դուր գալով, էժան պոպուլիզմով խաբելու, այդ ռեսուրսը օգտագործել է երկու անգամ։ Մի անգամ 2018 թվականին, մի անգամ 2021 թվականին։ Ընդ եւ որում երկրորդ անգամ շատ ավելի պակաս արդյունավետությամբ, բնականաբար, որովհետեւ ասենք թեյի նույն այդ պակետը առաջի անգամ օգտագործում ես նորմալ թեյ է ստացվում, երկրորդ անգամ ավելի նոսր է ստացվում, հա։ Երրորդ անգամ ընդհանրապես չի ստացի։ Բայց հիմա այս ընդդիմություն կոչված ընդդիմության իրենց երևակայող լիդերները փորձում են երրորդ անգամ, չորրորդ անգամ հայտնի պակետը օգտագործել թեյի, ինչ որ արդյունք ստանալ այդ էժան բաներով, չէ, դրա ժամանակը չունենք։ Մենք իսկապես դրա ժամանակը չունենք։ Այդ ժամանակը չկա, ձեր գործունեությունն էլ որևէ օգուտ չի տալու, վնաս է տալու։ Սա է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Փաստորեն որ միակ կառույցը դիմադրող դեռևս ամուր մնացել է եկեղեցին եւ հասարակությունը պիտի ոչ միայն ինքը փորձի կանգնել եկեղեցու կողքի, այլև ինքը պիտի մյուս քաղաքական ուժերին թույլ չտա եկեղեցին օգտագործել որպես իրենց քաղաքական հավակնությունների գործիք, որովհետև եթե եկեղեցին փորձում է դարձնել գործիք, ապա եկեղեցին գործիք դարձնելու ռեսուրս իշխանությունները ավելի շատ ունեն։ Ելքն այն է, որ թույլ չտալ դարձնել գործիք եկեղեցին։ Եկեղեցին պիտի լինի դիմադրության կենտրոն, որտեղ վերջին կենտրոնն է մնացել։ Եվ քաղաքական որևէ ուժ, իշխանություն, ընդդիմություն պիտի թույլ չտան դա օգտագործել իրենց քաղաքական նպատակներով։ Այսօր այսքանը կհանդիպենք։